չկար, խնդրում եմ ներկայացնեք ինչ աշխատանքներ են անում Էսպահին Հրազդանի կիրճում։ Պարոն քաղաքապետ, մենք Հրազդանի կիրճում ունեինք այդ դարավոր խնդիրը, որտեղ որ այդ հենապատի ջրերը գալիս են ու լցվում են ասֆալտը, քանդում են։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ ամբողջովին ասֆալտ կանենք, էլի։ Ու կարծում եմ այդ հարցը վերջապես կլուծվի։ Շատ լավ։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյուղում ինչ է կանում։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև այդ ներքևի հատվածի բարեկարգումը, շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք եւ ինչպես նաև այդտեղ անելու ենք մասնակի ռետինե հատակներ եւ նաև տեղադրվելու են լուսացույցեր երթևեկությունը կառավարելու համար, ինչպես նաև մի հատ շատ մեծ խնդրանք ունեին այդ մարդիկ, որոնք որ վերևը տենց պուրակ են սարքել, այդտեղ ջրի խնդիր ունեին, նաև տեղադրվել է այնտեղ արևային վահանակներ, այդ ամբողջ տարածքը լույսով ապահովելու համար, ասեմ, որ դա նաև իրականացում է մեր գործընկերների կողմից, որոնք անցյալ տարի իրականացրեցին ցայտաղբյուրների նախագիծը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդը Բնապահպանության